Հայաստանի տնտեսությունը երկար տարիներ շնչում էր մեր քաղաքացիների արտագնա աշխատանքի հաշվին։ Տասնյակ հազարավոր մարդիկ մեկնում էին հիմնականում Ռուսաստան, իսկ նրանց ուղարկած գումարները պահում էին ոչ միայն իրենց ընտանիքներին, այլև հաճախ զգալի ազդեցություն էին ունենում ամբողջ տնտեսության վրա։ 2025 թվականին արտերկրից դեպի Հայաստան բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով աննախադեպ ծավալի 5 միլիարդ 979 միլիոն դոլարի փոխանցում է եղել։ Սա ավելի քան 3 անգամ գերազանցում է 2015-2020 թվականների մակարդակը։ 2024-ի համեմատ աճը 2.5% է։ Արտահոսքը կազմել է 4 միլիարդ 340 միլիոն դոլար։ Զուտ ներհոսքը եղել է 1 միլիարդ 639 միլիոն դոլար։ Փոխանցումների կտրուկ աճը սկսվել է 2022 թվականից։ Դրանք բերեցին թե կապիտալի ներհոսք, թե նաև հենց փոխանցումների միջնորդական ծառայության հնարավորություն տվեցին բանկերին, նկատում է Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետը։ Պետք է ասեմ, որ օրինակ ոչ ռեզիդենտների ավանդներն էլ Հայաստանում այդ տարիներին բավականին շատ աճեցին, այսինքն այդ ներհոսքը որոշակի եկավ նաև նստեց մեր բանկային համակարգում։ Ամենաէական փոփոխությունը փոխանցումների կառուցվածքում է։ Եթե 2017 թվականին ոչ առևտրային նպատակով էր փոխանցումների 72.6%-ը, 2021-ին 69.6%-ը, ապա 2025 թվականին այդ ցուցանիշը նվազել է մինչև 19.5%։ Սա նշանակում է, որ ավելի քան 80%-ն արդեն առևտրային բնույթ ունի, կապված բիզնես գործունեության, ներմուծման արտահանման գործարքների, ծառայությունների եւ ֆինանսական միջնորդության հետ։ Դրամական փոխանցումները Հայաստանում շատ կարևոր դեր ունեին տնտեսության համար մինչև 2014 թվականը, երբ հիմնականում ոչ առևտրային բնույթի դրամական փոխանցումները, որոնք արտերկրում, առավելապես Ռուսաստանի Դաշնությունում մեր քաղաքացիների աշխատավարձի տեսքով ստացած եկամուտներն էին, որոնք փոխանցվում էին Հայաստան, բարձր մակարդակի էին հասել շուրջ 1.3-1.4 միլիարդ դոլարի։ Այնուհետև Ռուսաստանի Դաշնությունում բռնկված տնտեսական ճգնաժամով, նաև ռուսական ռուբլու արժեզրկմամբ այդ փոխանցումների մակարդակը նվազեց 2022 թվականին հայտնի պատճառներով մակարդակի կտրուկ աճ տեղի ունեցավ, բայց միաժամանակ նաև արտահոսքերը ևս աճել են, ինչը հուշում է, որ առավելապես Հայաստանը որոշակի ֆինանսական միջնորդության ծառայություններ է իրականացնում տարածաշրջանի երկրների համար։ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետը մեկ այլ ցուցանիշ է առանձնացնում։ Ավելացել է Հայաստանից ոչ առևտրային նպատակով փողի արտահոսքը, ինչը պայմանավորված է մեր երկրում աշխատող օտարերկրացիների գործոնով։ Ինչ վերաբերում է մեր քաղաքացիների արտերկրում աշխատելուն, Վազգեն Պողոսյանը նշում է. Եթե մի 15 տարի առաջ մի դոլարը մոտ 30 ռուբլի էր, հետո 50-60 ռուբլի էր մոտ մի 5-7 տարի, ապա այժմ մոտ 80 է եւ 23-ի վերջ 24-ին էլ մոտ 90-ից 100-ի մեջ էր։ Վիճակագրական հստակ տվյալներ չունենք, բայց միգուցե նաեւ դեպի Ռուսաստան մեր արտագնամ մեկնողների տեմպն է որոշակիորեն նվազում, պայմանավորված Ռուսաստանում ինչպես եւ ռուբլու փոխանցումներով եւ ռուբլու փոխարժեքով եւ հատկապես անորոշություններով տնտեսության ապագայի հետ կապված եւ նաեւ նրանով, որ վերջի տարիներին դրամն է բավականին ամրացել եւ արդեն օրինակ շինարարության եւ առևտրի ճյուղի աշխատավարձերը, եթե Հայաստանի հետ մենք ժամանակ առ ժամանակ համեմատում ենք դրամային արտահայտությամբ, ապա տարբերությունը այդքան մեծ չի այնտեղի աշխատավարձի դրամային եւ այստեղի, որքան օրինակ մի 10 տարի առաջ էր կամ 5 տարի առաջ էր։ Ստացվում է ներկայում այս գումարները հիմնականում փոխանցվում են ոչ թե արտերկիր աշխատանքի մեկնածների հաշվին, այլ հենց բիզնեսի, նկատում է փորձագետը։ Ոչ առևտրային բնույթի փոխանցումներից, որոնք հատկապես ներառում են աշխատավարձի ձևով ստացված եկամուտները դրսում եւ փոխանցված մեր երկիր, Հայաստանի տնտեսությունը այսօր շատ քիչ է կախված, եթե համեմատենք, ասենք, նախորդ տասնամյակի հետ։ Կան երկրներ, որտեղ այդ մակարդակը 40-50%-ի է անգամ հասնում, Տաջիկստանը հայտնի օրինակ է, նաև որոշ կղզի երկրներ, որտեղ այս աշխատուժի միգրացիան տարածված երևույթ է, բայց 10%-ից բարձր ցուցանիշը արդեն իսկ բարձր է եւ հուշում է տնտեսության խոցելիության մասին։ Խոցելիության այդ աղբյուրը էականորեն կրճատվել է, այսինքն մարդիկ արտագնա աշխատանքի մեկնելու ավելի քիչ շարժառիթ ունեն այսօր, քան առաջ։ Փոխանցումներից տնտեսության կախվածության էականորեն նվազումն արձանագրում է նաև Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետը։ Նկատելի է, որ նաև տնտեսությունն է բավականին բարձր տեմպերով աճում եւ արդեն այս մեր ընդհանուր տնտեսության մեջ իրենց կշիռը բավականին փոքրացել է։ Եվ եթե մի 10-15 տարի առաջ ընդհանուր այս ոչ առևտրային բնույթի փոխանցումների կշիռը տնտեսությունում մոտ 15%-ի էր հասնում մինչև,
ապա այժմ արդեն մոտ 2.5-3%-ի շրջանակներում է։ Այսինքն մենք նաև Ռուսաստանի տնտեսության ցիկլերից մեր ցիկլերը առանձնանում են, այսինքն բիզնես պարբերաշրջաններով մենք կտրվում ենք եւ իրանց շոկերը մեր տնտեսության համար ավելի փոքր դեր ու նշանակություն են ունենում։ Հայաստանը երբևէ այսպիսի հոսքեր չի ունեցել եւ շատ կարեւոր է, որ մուտքերի հաշվեկշիռը դրական է, կարծում է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։ Այն հանգամանքը, որ դրամական փոխանցումների տեսակարար կշիռը հնայի համեմատությամբ փոքր է, կարող ենք մեկնաբանել երկու առումով։ Երբ որ առաջ ավելի մեծ էր, դա նշանակում էր կախվածությունը մեծ է։ Երկրորդ, դա նշանակում է հնային համահունչ աճի հետ մեկտեղ դրամական այդ ամբողջ հոսքի աճը եւս չի գրանցվել։ Այսինքն կա ինչ-որ ստաբիլ մի ինչ-որ տեսակարար կշիռ, որը ապահովում է։ Այսինքն ներքին ռեսուրսով է հնայի աճը տեղի ունենում, որը կարելի է դիտարկել դրական։ Փոխանցումների բնույթի փոփոխությանը զուգահեռ փոխվել է նաև դրանց աշխարհագրությունը։ Հայաստան ներհոսած գումարի 64.9%-ը եկել է Ռուսաստանից, 12.3%-ը ԱՄՆ-ից, 3.5%-ը Մեծ Բրիտանիայից, իսկ մնացածը ավելի քան 47 երկրներից։ Արտահոսքի դեպքում պատկերը բազմաբևեռ է։ 17.3%-ն ուղղվել է դեպի Ռուսաստան, 14.6%-ը Արաբական Միացյալ Էմիրություններ, 13.9%-ը ԱՄՆ, 12.3%-ը Շվեյցարիա։ Կարևոր է, որ Հայաստանը մասնագիտանա ֆինանսական միջնորդության եւ բանկային ծառայությունների արտահանման հեռանկարային ուղղությամբ։ Հայաստանում ֆինանսական հատվածի մասնաբաժինը հնայում 2025 թվականին անցել է 9%-ը։ Սա այնպիսի մասնաբաժին է, ինչպես ունեն ֆինանսական ծառայությունների վրա մասնագիտացած երկրները, այդ թվում, ասենք, չգիտեմ, Իսլանդիա, Շվեյցարիա, եւ այս մասնաբաժինը շուրջ կրկնապատկվել է, այս վերջին շոկի արդյունքում։ Շատ կարևոր է մրցունակության եւ մրցակցային առավելությունները փորձել պահպանել այս մասնաբաժինը, քանի որ սա շատ զգայուն է լինելու գեոպոլիտիկ փոփոխություններին։ Այսինքն, այս պահին ինքը չի կառուցվել այդ ծառայությունների արտահանման ամբողջ արժեշղթան բնական ճանապարհով, այսինքն ամբողջությամբ Հայաստանի մրցունակության եւ այլ երկրներում ներկայացված պահանջարկի, այլ որոշակի սահմանափակումների պատճառով, որոնք կիրառվել են այլ երկրներում, բայց դա չի նշանակում, որ չկա հնարավորություն դա տարիների ընթացքում տրանսֆորմացնել այդ բնական առողջ մրցունակությամբ եւ պահպանել այդ ոլորտում ձևավորված հնարավորությունները։ Ըստ տարածքային բաշխվածության գրեթե 6 միլիարդ դոլարի տարեկան փոխանցումների 93.3%-ը մայրաքաղաք Երևանին է բաժին ընկել, 1.3%-ը Շիրակի մարզին, 1%-ը Արմավիրի, մնացած մարզերին 1%-ից քիչ մասնաբաժին է հասել։ Ամբողջ մարզային բանկային համակարգի ներհոսքի ծավալը կազմում է գրեթե 400 միլիոն ԱՄՆ դոլար։ Ինչ վերաբերում է արտահոսքի ցուցանիշներին, ապա այստեղ 130 միլիոն, այսինքն երկուսը միասին վերցրած ներհոսքի եւ արտահոսքի գործարքների տեսանկյունից գրեթե կես միլիարդից մի քիչ ավելի ցուցանիշ է կազմում։ Մեր մարզային բանկային համակարգի ակտիվացումը եւս անհրաժեշտ է եւ գերկենտրոնացվածությունը եկամուտների կամ Երևան քաղաքում բիզնես գործունեության ստիպում է, որ այդ գործարքների մեծամասնությունը հենց կատարվեն Երևանում։ Հայաստան առավելապես մուտք է գործել ռուբլի 62.9%, այնուհետև դոլար 22.6% եւ եվրո 12.5%։ Մինչդեռ արտահոսքի դեպքում գերակշռել են դոլարը 38.9% եւ եվրոն 32.3%, իսկ ռուբլին կազմել է 16.8%։ Այսինքն ֆինանսական համակարգը ոչ միայն ընդունում է տարբեր առույթներ, այլև վերաուղղորդում է դրանք միջազգային շրջանառության մեջ։ Ռուսական ռուբլին մեծ քանակությամբ մտնում է, պետք է դիտարկել, որ այն կռոս կուրսերով դժվար թե միանգամից փոխակերպվի դոլարի, այն վերածվում է դրամի, այսինքն տեղի ունենում որոշակի առումով այդ ռուբլու արժեզրկման process, որից հետո վերածվում է դոլարի կամ եվրոյի եւ արտահոսքի ձևով դուրս է գալիս Հայաստանի Հանրապետությունից։ Այս հոսքերով Հայաստանը մրցակցում է ղազախական, թուրքական եւ վրացական բանկերի հետ, որոնք եւս մրցունակ պրոդուկտներ են առաջարկում, նկատում է Նարեկ Կարապետյանը։ Եթե նայենք, ասենք, Թուրքիայի բանկային համակարգում շահույթի էական աճ է տեղի ունեցել վերջին տարիներին։ Վրաստանի, Ղազախստանի, նույն process-ը կա։ Այնուամենայնիվ դիտարկումները հուշում են, որ Հայաստանը, հայաստանյան բանկային համակարգը իր չափի համեմատ կարողացել է թերևս ամենամեծ ներհոսքը կլանել, հա, եթե այն հարաբերականորեն իր չափին, եւ դա կարծում եմ այս բանի կարևոր ձեռքբերում է, որը
պահպանելու դեպքում տնտեսության կառուցվածքում կունենանք բարձր ավելացված արժեք ստեղծող արտահանելի ենթավոլորտ։ Ընդհանուր առմամբ 2025-ին իրականացվել է 2,471,177 հատ փոխանցում, ստացվում է մեկ գործարքի միջին արժեքը մոտ $2420 է։ Նիկոլայ Ավետիսյան, Գայանե Թամամյան, Վահե Թամամյան, Աշոտ Խաչատրյան և Մուշեղ Մանվելյան, Կիրակ Նորյալ լուրեր։